Լազեր նշանակում է լույսի ուժեղացում, ճառագայթման խթանված արտանետումով։ Լազերի աշխատանքի հիմքում ընկած է արտանետման և խթանված արտանետման սկզբունքը։ Էներգիա ստացած էլեկտրոնները վերադառնում են իրենց հիմնական մակարդակին և արտանետում ֆոտոներ, լույսի փոքր մասնիկներ։ Երբ այդ ֆոտոնը անցնում է մոլեկուլի կողքով, այն կարող է ստիպել էլեկտրոնին արտանետել նույն ալիքային երկարության և նույն փուլի լույս, ինչի շնորհիվ առաջանում է ուժեղ համաժամեցված ճառագայթ։ Լազերի ներսում տեղադրված են հայելիներ, որոնցից մեկը ամբողջությամբ արտացոլող է, մյուսը մասնակի, որպեսզի լույսը բազմիցս անցնի միջով և ուժգնանա, վերջապես դուրս գալով կոնցենտրացված ճառագայթ։ Լազերը առանձնանում է կոնցենտրացված, կոհերենտ և մոնոխրոմատիկ լույսով և լայնորեն օգտագործվում է տպագրությունում, սկանավորման համակարգերում, բժշկական վիրահատություններում, տվյալների փոխանցման համար և գիտական հետազոտություններում։ Լազերի հիմնական սկզբունքը կառուցվել է Ալեքսանդր Մայլմանովի և Թեոդոր Մայմանի կողմից, բայց սկզբնական գաղափարն ու մաթեմատիկական հիմնավորումը տվել է Ալբերտ Էյնշտեյնը 1917 թվականին, երբ նա նկարագրեց խթանված արտանետման երևույթը։ Պարզ ասած, Էյնշտեյնը նախատեսեց, որ էլեկտրոնները կարող են արտանետել ֆոտոններ նույն ալիքով և փուլով, եթե անցնեն խթանված վիճակի միջով, իսկ Մայլմանը և Մայմանը 1960 թվականին պատրաստեցին առաջին գործող լազերը՝ Ռուբինի հիմքով։